Պարոն Խաչատրյան, ընդդիմադիր տարբեր ուժեր հայտարարում են վարչապետի թեկնածու առաջադրելու ունենալու մասին։ Ընդդիմադիր դաշտը արդյոք այսպիսով չի բաժանվում եւ հնարավոր կլինի ըստ ձեզ ընտրություններից հետո համախմբվել։ Նախ ընդդիմադիր քաղաքական ուժեր, խմբեր, խմբակներ շատ են, Նիկոլ Փաշինյանն չսիրողները շատ են։ Մյուսը ես ընդդիմադիր ուժերին, որոնք փոքր են, կցանկանամ հիշեցնել 21 թվականի ընտրությունները, երբ մասնակցելով ընտրություններին, այն ուժերը, ովքեր հնարավորություն չունեին կամ հավանականությունը 0-ից շատ չէր տարբերվում, նրանք մասնակցեցին եւ արդյունքում մենք ինչ ունեցանք։ Նիկոլ Փաշինյանը, ով ստացել էր ձայների 53 8 թե 9%, 54-ից քիչ, այսօր խորհրդանում ունի 70%-ից ավելի մեծ ներկայացվածություն։ Ես ուղղակի քաղաքական ուժերին, ովքեր ցանկանալու են մասնակցել ընտրություններին, ովքեր իրական ընդդիմություն են, այլ ոչ թե հրապարակից սնվող ընդդիմություն են, այդ վիճակագրությունը հիշել։ Պարոն Խաչատրյան, ընդդիմության Մոլդովայի դուք ձեր ոլորտային հարցերը տվեցիք ներքաղաքականը։ Պարոն Խաչատրյան, դուք արդյոք այս կոչով ակնարկում եք, ուղղում եք Սամվել Կարապետյանին, Արման Թաթոյանին, որի գիտություն ընդունեն, թե 21-ին ինչ ա եղել։ Ես կարծում եմ, գոնե Սամվել Կարապետյանը շատ ավելի մեծ ընտրազանգված ունի, քան թե փոքր կուսակցությունները, որոնք ստացել են օրինակ 12000 քվեներ։ Սամվել Կարապետյանին դա վստահաբար չի վերաբերվում, սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ ինքը բավականին մեծ ընտրազանգված ունի։ Արման Թաթյանը պետք է ինքը որոշի ոնց է գնալ, այս չունեմ, ինքը հայտարարել է թող ունենա, տեսնենք վերջին ինչ է լինելու, բայց ամեն դեպքում ես բոլորին եմ դա հիշեցնում։ Եվ Կարապետյանների մերժումը ինչպես ընդունեց Հայաստան դաշինքը, Նարեկ Կարապետյանը ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի նշեց, որ չկա Քոչարյանը այն ցանկում, որոնց հետ իրենք կմիավորվեն։ Չկա, ընդունեց գիտություն։ Պարոն Խաչատրյան, սրանից ինչ հետևություն է։ Բայց դուք ուզում եք, որ ես մեկնաբանեմ Նարեկ Կարապետյանի խոսքերը, Նարեկ Կարապետյանը կարծում եմ մամուլի առաջ բաց է եւ բոլոր հարցերին լավ հասկացա, չի ուզում առանձին կանել, մենք էլ առանձին կանենք։ Մենք էլ դաշնատների հետ կամագործակցություն չի բացառում։ Մենք նայեք, ես Նարեկ Կարապետյանի խոսքերը կարող մեկնաբանելու իրավունքը Նարեկ Կարապետյանինն է կամ իր նշանակած մարդուն։ Մենք այսօրվա դրությամբ Հայաստան դաշինքը դա ընդունել է գիտություն։ Հետևություններ արել եք, ինչու Կարապետյանները չեն ուզում Հայաստան դաշինքը։ Պարոն Խաչատրյան, իրանք առանձին քաղաքական ուժի հետ են մեկնում։ Չի Ռոբերտ Քոչարյանը նշում էր, որ կանցնեն 3-ով Քոչարյանը, Փաշինյանը։ Նախընտրականի մասին է խոսքը գնում։ Այո, դա ընդունեցի, բայց յետընտրական զարգացումները ես կարծում եմ, որ կկրկնվի Գյումրիի սցենարը, որովհետև Փաշինյանին չսիրողներն ավելի շատ են, քան սիրողները։ Առանձին կներկանաք, հետո ժողովրդին սկզբից կասեք, ինչպես Գյումրիում էր, չէ, մենք չենք միավորվելու եւ վերջին պայն ժողովրդին անակնկալ։ Գյումրիի ընտրություններին նախր ինքդ ես Գյումրից գալի ինձ ես ասում, գոնե ուժերից մեկը ասել էր, եթե ես պատրաստ եմ իմ ձայները տալ նրան անդիմադիրներից, ով ամենաշատ ձայնը հավաքի եւ դրա մասին նաեւ նախագահ Քոչարյանն խոսեց իր վերջի ասելը։ Եվ պարոն Խաչատրյան, դաշնակցությունը որոշում ունի Քոչարյանի հետ շարունակելու է թե ոչ։ Ես կարծում եմ այդ հարցը պետք է դնեմ իմ Facebook-յան էջին, այն pinned message-ի նման։ Դաշնակցությունը ընտրություններին մասնակցելու հարցը, մասնակցելու ձևաչափը որոշել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովում, մինչև Գերագույն ժողովի հրավիրումը եւ որոշում կայացնելը որևէ մեկը ոչ թե չի կարող, որովհետեւ արգելված է որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե ինչա լինել։ Անկասկած, նույնը եղավ 21 թվականին։ Հաստատ որոշում չկա։ Որոշումը կուսակցությունը կհասնի, չէ՞։ Կուսակցության որոշումը կհասնում է ժողովի ժամանակ։ Պարոն Խաչատրյան, Մոլդովայի օրինակը, որտեղ Ռոբերտ Քոչարյանն էլ ակնարկեց իր հարցազրույցում, որ այսպես կարող են փորձել, իհարկե դրսի ընտրողների մասով խնդիր կա, բայց երբ Փաշինյանը այստեղ խորհրդանի ամբիոնից կուսակցություններ փակելու մասին է ակնարկում եւ այլն, այս սցենարը որքանով է իրատեսական համարում, Հայաստանում կարող է դա կիրառվել եւ ինչ պետք է անի ընդդիմությունը։
Պատահական չէր, չէ՞, Նարեկ Բաբայանի հարցը։ Այո։ Պատահական չէր, այսինքն սանով ինքը Նիկոլ Փաշինյանին քաղաքական հայտարարություն անելու հնարավորություն տվեց։ Եվ քաղաքական հայտարարությունը այն էր, որ այս իշխանությունները չեն խորշելու որոշ կուսակցությունների թույլ չտալ մասնակցել ընտրությունների, օրինակ 1995 թվականի հուլիսի 8-ին Դաշնակցությունը թույլ չէր տրվել մասնակցել եւ նաեւ ՍԻՄ Դաշնակցություն բլոկ է ձևավորվել, իրանց թույլ չտրվեց, մեզ եւ ՍԻՄ։ Իսկ Դաշնակցության հարցում ես կարծում եմ իրանք հիմա դոսիե են հավաքում, որպեսզի Դաշնակցության գործունեությունը միայն Դաշնակցության դեպքում կլինի, որտեղ խոսակցություններ կան, որ օրինակ մեր ձևովը եթե դառնա քաղաքական պարզապես չգրանցեն։ Ես Դաշնակցության մասին եմ ասում, իր եւ իր կուսակիցների հայտարարությունները հստակ է, որ իրանք այդ հարցում առնվազն ջանքեր թափում են, որ կարողա չգրանցեն, չեն բացառում նաեւ դա։